Ողջույն սիրելի բարեկամներ, շատերը մարմնի վրա նկատած կլինեն փոքրիկ, մաշկագույն կամ դարչնագույն գոյացություններ, որոնց ժողովրդական լեզվով անվանում են պապիլոմաներ։ Աշխարհի բնակչության գրեթե 80%-ը կյանքի ընթացքում առնչվում է այս վիրուսի հետ։ Պապիլոման դա ուղղակի մաշկի ավելորդ կտոր չէ, դա մարդու պապիլոմավիրուսի արտաքին դրսևորումն է։ Գոյություն ունի այս վիրուսի ավելի քան 200 տեսակ։ Ոմանք առաջացնում են սովորական գորտնուկներ ձեռքերի վրա, ոմանք փոքրիկ պապիլոմաներ վզի կամ թևատակերի շրջանում, իսկ ոմանք էլ համարվում են բարձր օնկոգեն տեսակներ, որոնք կարող են դառնալ լուրջ հիվանդությունների պատճառ։ Տարածված կարծիք կա, թե պապիլոմաները միայն սեռական ճանապարհով են փոխանցվում։ Դա միֆ է, վիրուսը կարող է փոխանցվել կենցաղային ճանապարհով, ընդհանուր սրբիչներից, հողաթափերից կամ լողավազաններում, մաշկային շփման միջոցով, եթե մաշկի վրա կան մատնաչափ վերքեր կամ ճաքեր, ինքնավարակում, երբ սափրվելիս կամ քորելիս վիրուսը մի տեղից տեղափոխվում է մյուս տեղ։ Իսկ ինչու են դրանք հայտնվում։ Մարդիկ կարող են կրել վիրուսը տարիներով և չիմանալ այդ մասին։ Այն արթնանում է, երբ իմունիտետը թուլանում է։ Օրգանիզմում կա հորմոնալ դիսբալանս, օրինակ հղիության ժամանակ։ Առկա է ուժեղ ստրես կամ քրոնիկ հոգնածություն։ Նյութափոխանակության խնդիրներ, օրինակ ինսուլինակայունություն։ Շատ կարևոր է տարբերակել։ Փոքրիկ պապիլոմաները վզի վրա սովորաբար կոսմետիկ խնդիր են, բայց եթե նկատում եք, որ գոյացությունը արագ փոխում է գույնը կամ ձևը, սկսում է արյունահոսել, գտնվում է սեռական օրգանների շրջանում, կոնդիլոմաներ, անմիջապես պետք է դիմել բժշկի, դերմատոլոգի կամ գինեկոլոգի, ուրոլոգի։ Բարձր ռիսկի տեսակները կանանց մոտ կարող են առաջացնել արգանդի վզիկի քաղցկեղ, ինչից այսօր կարելի է պաշտպանվել պատվաստման միջոցով։ Ինչպես բուժել և ինչ չի կարելի անել։ Երբեք չփորձել կտրել, պոկել կամ թելով կապել պապիլոման։ Դա կարող է բերել բորբոքման կամ գոյացության չարորակացման։ Ժամանակակից բժշկությունը առաջարկում է լազերային հեռացում արագ և անցավ, կրիոդեստրուկցիա, սառեցում հեղուկ ազոտով, ռադիոալիքային մեթոդ, բայց հիշեք, հեռացնելով արտաքին մասը դուք չեք սպանում վիրուսը, պետք է զուգահեռ ամրապնդել իմունիտետը։ Պապիլոմաները ոչ թե դատավճիռ են, այլ ազդակ օրգանիզմից, որ ժամանակն է զբաղվել առողջությամբ։ Հետևեք ձեր հիգիենային, վարեք առողջ ապրելակերպ և մի վախեցեք այցելել բժշկի։ Անձը կարող է միաժամանակ վարակվել մի քանի տեսակի շտամով։ Նաև պետք է նշել, որ այս վիրուսով վարակվում է միայն մարդը։ Ավելի քան 40 տեսակի շտամներ փոխանցվում են սեռական ճանապարհով։ Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը կանխարգելում է վիրուսի առավել տարածված շտամները։ Առավել արդյունավետ է պատվաստվել նախքան սեռական կյանքի սկիզբը, ուստի խորհուրդ է տրվում 9-ից 13 տարեկան հասակում կատարել այն։ Արգանդի վզիկի քաղցկեղի սկրինինգային թեստը, պապ թեստը կարող է ցույց տալ և քաղցկեղի առկայությունը սկզբնական փուլերում, և անոմալ բջիջների առկայությունը, որոնք իրենց հերթին հետագայում կարող են առաջացնել քաղցկեղ։ Սկրինինգը թույլ է տալիս ավելի վաղ հայտնաբերել ախտահարումը և սկսել բուժումը, ինչը մեծացնում է բուժման արդյունավետությունը։ Մարդու պապիլոմավիրուսով պայմանավորված մաշկային ախտահարումները բավականին տարածված են։ Մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ)-ն կարող է առաջացնել մաշկային բարորակ նորագոյացություններ, գորտնիքներ։ Վերջիններս առաջանում են էպիդերմիսի բջիջների արագ աճի արդյունքում։ Գորտնուկները առավել շատ հանդիպում են մանկական տարիքում և սովորաբար առաջանում և անհետանում են ինքնաբերաբար, մի քանի շաբաթների կամ ամիսների ընթացքում։ Իմունոլոգիական կառավարումը զարգանում է մեկ շտամի նկատմամբ
և մարդ կարող է անկալունակ լինել մեկ շտամի նկատմամբ և վարակվի վիրուսի այլ շտամով։ Վիրուսի քաղցկեղային տեսակներ։ Գրեթե տասնյակ շտամներ, ներառյալ 16, 18, 31 և 45 տեսակի շտամները անվանում են բարձր ռիսկային, քանի որ սրանք կապված են բերանապանային, կոկորդի, վուլվայի, հեշտոցի, արգանդի վզիկի, առնանդամի և հետանցքի քաղցկեղների զարգացման հետ։ Բոլոր այս տեսակների դեպքում վիրուսը անցնում է բազմաշերտ էպիթելային հյուսվածք սեռական ճանապարհով։ ՄՊՎ-16-ը ամենատարածված պատճառն է արգանդի վզիկի և այլ օրգանների քաղցկեղի դեպքում։ Արգանդի վզիկի քաղցկեղի համարյա բոլոր դեպքերը կապված են ՄՊՎ-16 և ՄՊՎ-18 շտամների հետ, մոտ 70% դեպքերում։ Պատվաստանյութը կանխում է վիրուսի առավել տարածված շտամներով վարակումը։ Արդյունավետ լինելու համար մարդ պետք է պատվաստվի նախքան վարակվելը։ Այդ պատճառով նախընտրելի տարիքը համարվում է 9-ից 13 տարեկանը։ Առավել հայտնի են 3 պատվաստանյութեր։ Երեքն էլ կանխում են ՄՊՎ-6 և ՄՊՎ-11-ով վարակումը։